Ես հավատում եմ, որ այն օրը, որ մենք հասնենք Հիսուսի հանդիպելու իր հետ լինենք, այս օրեր, այս ժամերը, ընդեղ նոր սրանց գնահատականը կիմանանք։ Կիմանանք ինչքան կարևոր են եղել այս օրերը, որ մենք եկել ենք նրա Աստծո տունը, նրա ներկայության մեջ, նրա խոսքերն ենք լսել եւ այդ խոսքերից ազդվելով մեր կյանքը փոխվել է։ Հենց որ կարելի ասել, սրանք երանելի օրեր, երանելի ժամեր են։ Իմ կարծիքն է, կարող եք չհամաձայնվել իմ հետ։ Ոմանց համար երանելին իմ ականջով լսել եմ։ Երնեք ասում են աղբերի մոտ, մի ящик պիվա մոտս, շարունակություն էլ չեմ ուզում ասել։ Իսկ մենք երանի այն օրը, որ Հիսուսի հետ կլինենք։ Իսկ դրա համար պետք է պատրաստվել։ Լավ, մյուս այսպես առաջաբան ասեմ։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր հասկացել ենք, որ եթե աշխարհը շահեն, բայց իմ անձը կորցնեմ, ինչ օգուտ։ Մեզ պետք է, որ մեր անձի փրկությունը, թեկուզ ահով ու դողով մեր անձի փրկությունը հաստատենք, գործենք։ Մենք աշխատենք, որ այդ փրկությունը անձեռնամխելի լինի։ Իսկ մեր այս ծառայությունը ես դրա համար է։ Մեր ամբողջ ընթացքը չարչարանքը դրա համար է, որ հանկարծ փրկությունս չկորցնեմ, որ համոզված լինեմ, որ փրկված եմ, համոզված լինեմ, որ հիմա Հիսուսի գալը դա հասկանալի է, բայց հիմա ավտոյի տակ ընկնեմ, այս մարմնից դուրս կամ նրա մոտ կգնամ։ Դե ավտոյի տակ ընկնել մի օրինակ ասել, լիքը տենց օրինակներ կան։ Այսինքն մենք սպասում ենք Հիսուսին։ Դե ուզում եմ մի քանի բառեր անցած անգամվանից հիշեցնեմ ու նոր անցնեմ շարունակությանը։ Եբրայեցիների թղթի 9-րդ գլխի 27-28 համարները, հատկապես 28 համարը բերեք կարդամ։ Քրիստոսը մեկ անգամ պատարակ մատուցվեցավ շատերի մեղքերը վերցնելու համար, բայց երկրորդ անգամին առանց մեղքի պիտի հայտնվի փրկության համար նրանց, որոնք նրան կսպասեն։ Քրիստոսը առաջի անգամ եկավ մարդկանց մեղքերը վերցնելու, բայց երկրորդ անգամին արդեն մեղքի համար չի գալու։ Մեղքի հարցը լուծվեց։ Գալու է փրկության համար, բայց չի գրած արդարների կամ չգիտեմ իրեն սպասողների համար։ Ուրեմն մենք այս սրա վրա ուշադրություն դարձնենք։ Աստված իրեն սպասող ասելով ում ի նկատի ունի։ Ես այդ սպասողների մեջ եմ, թե ոչ։ Այդ սպասող ասված որակը ինձ համընկնում է իմ կյանքին, թե ոչ։ Եթե ոչ, շտապեմ լինեմ սպասող։ Ես ինչ որ իմ համար ասում եմ, ընդհանուր եմ ասում, կարող ենք բոլորս մեր վրա վերցնենք։ Ես այդ սպասողներից եմ, թե չէ։ Ինձ Աստված համարում է սպասող, թե չէ։ Օրինակ կա։ Հենց միանգամից համարն ասեմ, Ղուկաս 12:36 գրված է։ Ինչպես Տիրոջը սպասող ծառան դուք այն մարդկանց նման, որոնք իրենց Տիրոջը կսպասեն, թե երբ պիտի դառնա հարսանիքից, որպեսզի երբ գա եւ դուրը զարնի, իսկույն բացեն նրան։ Ես մի քիչ ծավալվեմ։ Այն ծառան, որ սպասում է իր Տիրոջը, ոչ թե միայն դռան մոտ կսպասի, այլ այնտեղ ինչ կարգի բերելու բաներ կան, լրիվ կարգի կբերի։ Ինչ բաներ կան, որ Տերը եկավ, տեսավ դուրը չի գա, այդ բաները կարգի բերի։ Վերջը, որ Տերը գա, Տերը ուրախությամբ մտնի ներս, իրան էլ ձեռը թփացի մյուսին գովի, ասի, ապրես բարի հավատարիմ ծառա։ Ժողովուրդ, չգիտեմ, Սովետը մեր մեջից հանել է այդ Տեր ու ծառա հասկացողությունը, բայց սկզբից տենց է եղել։ Տեր ու ծառա է եղել։ Եվ Սովետը հանել, այսինքն, որ տերերը ծառաներին ճնշել են։ Չէ, տերերը ծառաներին տեր են կայնել։ Տերերը ծառաներին պահել են։ Ծառաներն էլ տերերին հարգել են։ Բայց այս նույն Ղուկաս 12:46 համարում դե 46-ից առաջ այն ծառայի մասնա, որ Երուխումով ազբաղված ծառայակիցներն ծեծում է,
Ծառայի տերը պիտի գա այնպիսի մի օր, որ չի սպասում, այնպիսի ժամ, որ չգիտի, եւ նրան մեջտեղից պիտի կտրի ու նրա բաժինը անհավատարիմների հետ պիտի դնի։ Վայ են ծառային, ով այս վիճակում կլինի, ով այդ սպասողական վիճակի մեջ չլինի, այդ սպասողական որակը իր կյանքին չի համընկնի, վայ նրան։ Իսկ որ էսի գրված է, ուրեմն նշանակում է հնարավոր է այդպիսի մարդիկ լինեն։ Եվ գիտեք, Տիրոջը սպասողները Տիրոջ ծառաները պիտի լինեն։ Դրսի մարդիկ ոչ տեր ունեն, ոչ էլ սպասում են։ Մենք ենք այս օրինակները մեր համար են։ Այսինքն մեր մեջ կան մարդիկ, ովքեր ճիշտ սպասող են, կան մարդիկ, ովքեր ճիշտ սպասող չեն։ Եվ հիմիկվա այս խոսքերը, Աստված գործեց բերել աստեղ, որ Աստված իմ մեջ դրել է, որ Աստված վերջը հոգում է, որ մենք ճիշտ սպասողներ լինենք։ Աստված չի ուզում նույնիսկ ամբարիշտն էլ կորսվի։ Աստված բոլորիս փրկությունն է ուզում։ Աստված ուզում է, որ մենք հանկարծ այդ անհավատարիմների հետ չլինենք, մեզ մեջտեղից չճղի։ Աստված ուզում է, որ մենք գովասանքի արժանանանք։ Ինքն էլ գա մեզանով ուրախանա։ Ամեն։ Շնորհակալ եմ Աստծուն։ Դե այս սպասելու մասին անցած անգամ դեռ ես հիշեցնում եմ։ Անցած անգամ հատկապես ուշադրություն դարձրեցինք Պետրոսի 2-րդ թղթի 3-րդ գլխի 10 համարից։ Սակայն Տիրոջ օրը գողի պես պիտի գա այն ժամանակ երկինք սաստիկ շարաչնով պիտի անցնի ու տարերքները բռնկած պիտի լուծվեն, երկիրն էլ ինչ որ նրա մեջ կգտնվեն պիտի այրվեն, ուստի քանի որ այս բոլոր բաները պիտի լուծվեն, ձեզ ինչպիսի մարդիկ լինել կվայելի։ Սուրբ վարմունքով ու բարեպաշտությամբ սպասելով ու արտորալով Աստծո օրվան գալուն, որի մեջ երկինք կրակով այրված պիտի լուծվի, տարերը բռնկած պիտի հալվեն, սակայն իր խոստումի համեմատ նոր երկնքի ու նոր երկրի կսպասենք, որոնց մեջ արդարություն կբնակվի։ Ուստի սիրելիներ, սրանց սպասելով ջանացեք, որ նա ձեզ անբիծ ու անարատ գտնի խաղաղությունով։ Այստեղ արդեն տեսանք, սպասողը ինչ որակներ, այսինքն Աստծո տեսանկյունից, ինչ որակներ պիտի ունենա։ Սուրբ վարմունքով, բարեպաշտությամբ, անբիծ, անարատ, մեջ էլ Հուդայի թղթի մեջ, որ ասում են, ձեր անձերը Աստծո սիրո մեջ պահեք Հիսուսի ողորմությանը սպասելով։ Սիրո մեջ եւ հետագայում ուրիշ որակներ էլ կհանդիպենք, այսինքն սպասողը ինչ որ հատկություններ ունի, սպասողը ինչ որ վիճակներ ունի, որակներ ունի, որը չսպասողի մոտ չկա։ Եթե գիտենք, որ նա սրբության Աստված է, ուրեմն սրբության մեջ պետք է ապրենք։ Եթե գիտենք մեղքը Աստծո ներկայության մեջ չի մտնի, ուրեմն մեղքը մեր կյանքից ջնջենք։ Եվ դրա համար առաջի Թեսաղոնիկեցիների առաջի գլխի 9-ից 10 համարների մեջ էլ այնտեղ չգրեք, ես դուրս եմ բերել այն մասը, որը պետք է ներկայացնեմ։ Ու ասում եմ, որ բոլոր գիտեն, թե դուք ինչպես ապաշխարեցիք, կուրչերից դարձաք կենթանի Աստծուն ծառայելուն եւ սպասելու Հիսուսի երկնքից գալուն։ Այստեղ գրած է իմիջիալոց Թեսաղոնիկեցիների մասին դրական ամիշտ, այսինքն Թեսաղոնիկեցիների եկեղեցին դրական եկեղեցիներից, ինչպես Եփեսոսի։ Հիմա ներկայացնում է դուք կուրչերից դարձաք կենթանի Աստծուն ծառայելու եւ սպասելու Հիսուսին երկնքից գալուն։ Ճիշտ ապաշխարությունը այստեղ ես տեսնում Աստված ներկայացնում է ճիշտ ապաշխարությունը։ Աստված ինչպես հասկանում ճիշտ ապաշխարություն, որ դուք սպասեք Հիսուսին։ Իսկ այս սպասելու համար քո կյանքի մեջ ինչեր կային, ինչեր են եղել, բոլորը թողեցի, դարձար, եկար ծառայեցիր Աստծուն եւ սպասում ես Հիսուսի գալուն։ Եթե մեկը չի սպասում Հիսուսի գալուն, եթե մեկը այդ խանգարող բաները չի թողել, նա սպասող չի, նա ճիշտ սպասող չի։ Նա կամ ճիշտ ապաշխարած չի։ Աստծո ներկայացրած ապաշխարությունը ես կարծում ես ինձ լավ ներկայացնում է։ Կուրքերից դարձակ կենթանի Աստծուն ծառայելու եւ սպասելու Հիսուսին։ Դե ես հավատում եմ դուք դարձել եք կուրքերից, սխալ բաներից դարձել եք։ Եթե որևէ մեկը դեռ չի դարձել, քանի ժամանակն է դարձեք։ Բայց դրա հաջորդ, այսինքն ապաշխարությունը մի տեղից սկսում է, մինչև ուր պետք է հասնի։ Դե ասում եմ, հասնես այն տեղը, որ դու Հիսուսին սպասող լինես։ Մարդիկ կան ապաշխարում են, գիտեք ինչի համար, որ հիվանդությունից բժշկվեն, ապաշխարում են, որ գործերը հաջողվեն, ապաշխարում են, որ ինչ-որ ընտանեկան հարցեր կա լուծում, եւ այլն։ Իրանց ապաշխարության նպատակը երկրային է։
Բայց Աստված ասում է, ճիշտ ապաշխարելն է, որ դու արդեն Հիսուսին սպասես։ Արդեն երկնային լինի քո սպասումները։ Քո միտքը երկինք լինի։ Երկրային կարող է երկրի վրա դե ուրիշ տեղեր անցած անգամներին խոսել ենք։ Կարող է քեզ ատեն, քեզ հալածեն, այսինքն նեղություն կրես եւ ասես սրա համար ապաշխարեցի։ Ոչ, դու ապաշխարել ես երկնքի համար, ոչ թե երկրի։ Ով որ երկնքի համար ապաշխարել, դա Աստծո դուրը գալիս է։ Դե շարունակենք։ Բայց այսքանի վերաբերել բան կա ասելու ծառայողներ։ Ես ինձ մտածում տեղեր կա գրել եմ, բայց ուզում եմ ասնեմ։ Ուզում եմ որոշ տեղեր կարդամ։ Բայց անցած անգամից մի բան հիշեցնեմ։ Քանի որ խոսքը Հիսուսին սպասելու մասին է, ես հասկացել եմ, անցած անգամ ասել եմ, հիշեցնում եմ։ Մենք ոչ թե միայն սպասում ենք Հիսուսի երկրորդ գալստյանը, այլ մենք ինչ-որ հարցերի առջև կանգնած խնդրում ենք Աստծուց օգնություն, սպասում ենք այդ օգնությանը։ Մենք աղոթք ենք անում, սպասում ենք մեր աղոթքի պատասխանին։ Հիսուսը խոստացել է մեր հետ լինի, սպասում ենք Հիսուսի հանդիպմանը։ Մենք շատ սպասելու բաներ ունենք։ Մինչև այնտեղ հասնել, մենք ստեղ էլ շատ սպասելու բաներ ունենք։ Շատ պատասխանների ենք սպասում։ Հիսուսը ում որ ուղարկեց ավետարանչության, ասեց ամեն օր ձեր հետ եմ։ Ես չեմ հարցնում ձեր համար, հարցնում, բայց ոչ պատասխանեք։ Արդյոք ամեն օր Հիսուսի հետ ես։ Արդյոք ամեն օր դու Հիսուսի ներկայությունը վայելում ես, թե օրեր կան այդ ներկայության մեջ չես։ Մենք ամեն օր սպասում ենք Հիսուսի հետ հանդիպման։ Բացի այն երկրորդ գալուստը, բացի այն, որ այս մարմնից պիտի դուրս գանք, բայց հենց այս մարմնի մեջ մենք ամեն օր սպասում ենք Հիսուսի հետ հանդիպման։ Ամեն օր Հիսուսի ողորմություններին ենք սպասում։ Ամեն օր Հիսուսի պատասխանին, Հիսուսի գործին, Հիսուսի զորությանը, շփմանը, բայց մի քիչ ավելին ասեմ։ Այն, որ մենք պիտի ծառայենք, մենք նաև սպասում ենք, որ ինքը մեզ տանի այդ ծառայության դաշտը։ Ես շատ եմ իմ աղոթքների մեջ ասում, Տեր Աստված, եթե պետք է հանդիպել, հանդիպեցրա նրա հետ, ում ես պիտի ծառայեմ։ Եթե պետք է ինչ-որ տեղ գնալ, դու ցույց տուր, դու տար ինձ այդ տեղը։ Այսինքն ես կարող եմ չջոկեմ ինչ եմ անելու, դու ինձ տար այն գործի վրա, որ դու որոշել ես, որ ես անեմ։ Այսինքն ես ամեն օր սպասում եմ իր առաջնորդությանը, բայց սպասում եմ, պիտի աղոթեմ, որ սպասեմ, պիտի պատրաստ լինեմ, որ սպասեմ։ Եթե ես չաղոթեմ, պատրաստ չլինեմ, ինչին սպասեմ։ Մի հատ պարզ բան ասեմ։ Եթե հողի մեջ սերմ չես ցանել, ինչին պիտի սպասես։ Ոչ մի բան չես կարող սպասես։ Կսպասես, բայց փուչը տատաս կբուսնի։ Բայց եթե սերմ ես ցանես, արդեն կսպասես աճելուն եւ պտուղին։ Այսինքն մենք ինչ-որ մի բան պետք է անենք եւ սպասենք դրա համապատասխան Աստծո առաջնորդությանը։ Հիմա այսօր ասում եմ, հիմա կարդալու եմ մի տեղ, որը ոչ թե երկրորդ գալստյանը սպասել է, այլ մեր այս կյանքի մեջ նրա ինչ-որ առաջնորդությանը, նրա ինչ-որ հրաշքին, նրա գործին է սպասել պետք։ Ուզում եմ կարդալու եմ Ամբակումի մարգարեության 2-րդ գլխի առաջին 3 համարները։ Իմ պահպանությանս տեղը պիտի կենամ ու պարիսպի վրա պիտի կանգնեմ, պիտի սպասեմ, որ տեսնեմ, թե ինձ հետ ինչ պիտի խոսի, եւ թե իմ կրած հանդիմանությանս համար ինչ պատասխան պիտի տամ։ Ու Տերը ինձի պատասխան տվեց ու ասեց. Տեսիլքը գրի ու տախտակների վրա հայտնի նշանակի, որպեսզի կարդացողը միտեղ գրածա համարձակ կարդա, միտեղ գրածա վազի։ Այս վազին կարծում ավելի, որտեղ եբրայերեն վազի է։ Քանի որ տեսիլքը որոշված ժամանակի համար է, բայց դեպի վաղճանը կարտորա ու սուտ պիտի չելնի։ Եթե ուշանա նրան սպասի, քանզի անշուշտ պիտի գա, ետ պիտի չմնա։ Ահա, լավ, այսքան։ Ես կարծում ես Ամբակում որ գրել է,
ինքը չգրնախ, Սուրբ Հոգին այդ միջոցով գրե, մեր համար է գրված։ Ես ու ես խոսքեր հիմա բերենք մեր վրա։ Իմ պահպանությանս տեղը պիտի կենամ ու պարսպի վրա պիտի կանգնեմ ու պիտի սպասեմ, տեսնեմ, թե իմ հետ ինչ պիտի խոսի։ Ես կարծում եմ ճիշտ հոգևորի կյանքը այսպես պիտի լինի։ Պահպանության տեղը ես հասկացել եմ մեր աղոթքի տեղը։ Հասկացել եմ մեր աղոթքի տեղը։ Ոչ թե ելնենք հայաթը նստենք, սպասենք Տիրոջը, թե Աստված ինչ կխոսի, չէ, Աստված հայաթում չի խոսում։ Աստված աղոթքի մեջ է խոսում։ Ամեն։ Կամ Աստված գիրքը կարդալուց է խոսում։ Աստված եկեղեցու մեջ եղած ժամանակ է խոսում։ Աստված երկրպագության մեջ է խոսում։ Իմ պահպանության տեղը պիտի կենամ ու սպասեմ։ Սպասեմ բարի վրա էլի մի քիչ ուզում եմ կանգ առնեմ։ Հա, այն որակները, որ ասեցի, տեսեք, այստեղ որակներ է գրած։ Որ ասենք սուրբ վարմունքով, բարեպաշտությունով, ամբիցանալով, նաև աղոթքով, նաև Տիրոջը կանչելով, նաև Տիրոջը ծառայելով, սպասենք։ Սպասել նշանակում է ոչ թե ասեմ ու գնամ, այլ սպասեմ։ Ուշացավ, մի քիչ էլի ասեմ, էլի սպասեմ, որտեղ շարունակության մեջ գրված է։ Եթե ուշանա, երրորդ համարի երկրորդ մասն է։ Եթե ուշանա, նրան սպասի, որտեղ անշուշտ պիտի գա։ Եթե Աստված մի բան որոշել է, նա պիտի լինի։ Եթե ուշանա էլ, բայց ես ուշանալու վրա ուզում եմ երրորդ համարը սկիզբ կարտեմ, քանզի տեսիլքը որոշված ժամանակի համար է։ Այս որոշված ժամանակը եւ եթե ուշանա։ Մի հատ փոքր օրինակ ասեմ։ Եթե 10 տարեկան երեխան ավտոյի բանալին ուզի, որ ծնողը կտա։ Ոչ մի ծնող էլ կարծեմ չի տա։ Կասի սպասի։ Ինչքան սպասի։ Ինչքան։ Ինչքան մի հատ չափ ասեք։ Երեք օրինակ այնտեղ ասին գոնե 7 տարի։ Դուք ինչ եք ասում։ Վերջ մի հատ թիվ ասենք 7 տարի, 6 տարի, 8 տարի։ Ուզում ասեմ, կարող է ոչ թե ժամեր, օրեր սպասես, տարիներ սպասես։ Բաներ կա, որ Աստված գիտի դրա ժամանակը երբ է։ Բայց ասում է, որ որոշել է Աստված, պիտի լինի։ Եվ դու սպասի, թեկուզ ուշանա, սպասի։ Մեր ժամանակ եւ Աստծո ժամանակը հաճախ իրարից տարբեր են։ Մենք հենց հիմա ենք ուզում, բայց Աստված գիտի հենց հիմա ես ինչքանով եմ պատրաստ այդ իր պատասխանին։ Բայց Աստված ասում է սպասի։ Սպասի ինչ է նշանակում, նշանակում է, որ դու քո աղոթքի տեղից չհրաժարվես։ Դու նես չնիմ երկու անգամ աղոթես, դե լավ, թողես էլ չաղոթես, չէ, շարունակի աղոթել։ Շարունակի աղաղակել։ Դե իհարկե ճիշտ բանի համար, լավ բանի համար, Աստծո ծրագրի իրականացման համար։ Հասկանալի է, սովորական շորի կոշիկի համար չի խոսքը։ Հիսուս նայեց, հեթանոսներն են, որ այդպես մարմնավոր բաներ են խնդրում։ Հոգևոր բաների համար աղոթի եւ սպասի, շարունակի աղոթել։ Այ մի հատ էլ օրինակ բերեմ Սուրբ գրքից, Ղուկաս ավետարանի 18 գլխում է, որ որբևարի կինը, որ անիրավ դատավորի մոտեցնում եւ ընտրում, ասում է, ինձ իմ ոսոխից ազատի։ Ես կինը սպասող էր, թե չէ։ Եվ ինչպես սպասող էր։ Ոչ թե մի անգամ գնաց խնդրեց եւ գնաց իրանց տունը նստավ սպասեց, ամեն օր էդ մեր։ Այդ ամեն օր գնալը ես այսօր որակում եմ սպասել։ Ամեն օր գնալը ես որակում եմ սենց ինքը մի հատ սենց դրսի խոսքը Դավիթ եղավ։ Ինքը հասավ, ինչպես հասավ, իսկական սպասել է դա։ Ամեն օր ինքը խնդրում էր։ Ամեն օր ինքը գնում էր, ամեն օր դիմում էր։ Ես չեմ կարծում ինքը այդքան պարապ էր, բայց ինքը կարևոր էր համարում, դրա համար ամեն օր գնում էր։ Եթե դու Աստծուց ստանալիքը կարևոր համարես, ամեն օր կխնդրես։ Ամեն օր քո պարսպի վրա կմնաս, քո պահպանության տեղը կմնաս։ Եթե բանն եք ավելացրելու համեցեք, ասա։ Ասում եք էլի, որ միշտ չի Աստծո մարդու ժամանակները, որ համընկնում է իր հետ։ Նա գրված է համբերության մասին, ասում է հողագործը սպասում է մինչև առաջի ու վերջի անձրևը, որ երկրի պատվական բերքը ստանա։
Մենք տենց ճիշտ է, հողագործության մեջ տենց սխալներ թույլ չենք տալի, բայց հավատքի կյանքի մեջ այդ առաջի անձրևից հետո ուզում ենք պատվական բերք ստանանք, բայց դա սпасելով ու համբերելով է դառնում այդ պատվական բերքը։ Նույնն է գրած, ասում եմ, ոմանք կասեն, վերջի ժանգլեմ ծաղր կանենք, ասեն, երկիրը ոնց կար, տենց մնացել է։ Բա դուք ասում եք, որ բայց գրված է, որ Աստված երկայնամիտ է, որ չի ուզում ոչ մեկ փրկվի, կորի։ Այսինքն Աստծո այս ձգելու նպատակն է հիմնական, որ մարդիկ փրկվեն։ Դե չէ տենց հատուկ բան չկա Աստծուն պահող, կործաներ հիմա երկիրը։ Կիսաթողած գործերը, վայելքները, չգիտեմ որ բաներ կան, նպատակները տեղ չեն ասի, բայց Աստծո տեսանկյունից Աստված գիտի, որ այն ինչ որ մենք ձգտում ենք, հələ մտածում ենք լավ վայելքներ կա արժևում, գիտի որ այն ինչը որտեղ որ մեզ տանելու է, ընդդեմ մի փոքրը դրանց այդ բոլորին գերազանցելու է։ Եթե ստե մարդը այն երկնայինը չտենալով ինչ որ բաների ափսոսման որ կարող է չհասցնի, բայց երկնայինը տենալուց հետո կսկսի մտածել, որ ավելի լավ է այս ամեն ինչը ավելի շուտ լիներ իմ կյանքում։ Դանելը երբ որ աղոթք էր անում, 21 օր ինքը սպասեց, ու այդ սպասելը իր աղոթքով էր, էլի, ոչ թե դադարեց, մի անգամ աղոթեց։ Բայց մենք գիտենք, երբ որ հրեշտակը պատասխանը բերեց, ինչ ասեց, հենց առաջի օրվանից քո աղոթքը լսել էր, բայց հարատև աղոթքի մեջ մնալը Դանելը ստացավ իր պատասխանը, էլի։ Դանելը չգիտեր ինչ է կատարվում այնտեղ երկնքում, բայց փաստը նա էր ինքը միջև վերջ, որ ձեր ասած դաբից եղավ, որ իր աղոթքի պատասխանը ինքը ստանա։ Այո, Դանելը ես կարծում եմ, եթե 21-րդ օրը չլներ, ինչ էլի ուշանում, ինքը էլի կսպասի, բայց որ աղոթքով էր սպասում, ինքը աղոթքի մեջ էր սպասում, շատ տեղին օրինակ էր։ Եթե ուշանա էլ նրան սպասի, քանզի անշուշտ պիտի գա, ետ պիտի չմնա։ Ուրեմն, էսի մի տեղ, որ Աստված ասում է սպասի, բայց ինչպես սպասի, պահպանության տեղը կանգնի ու սպասի։ Միշտ քո այդ դիրքի մեջ լինես, սպասողական դիրքից չհեռանաս։ Բոլորը իմանան, որ դու այդ սպասողության մեջ ես, դու երկինքը իմանա, կարևոր երկինքը իմանա։ Մյուս տեղը, որ կուզեմ ներկայացնեմ, Առակաց 20:22։ Գրում եք, թե չարության փոխարեն հատուցանեմ մի ասա, Տիրոջը սպասի ու նա քեզ պիտի ազատի։ Սպասելու վերաբերյալ շատ տեղեր կան, լիքը տեղեր կան։ Ես սրանք ընտրել եմ նրանք, որտեղից մենք հիմա բաժին ունենք, որտեղից դաս ունենք առնելու։ Այս սրան շատ եմ հանդիպել։ Որ ասում է չարության փոխարեն հատուցանեմ, այսինքն մեկը չես չարություն արել։ Կլինի դες բան թե չէ։ Եթե չի մինչև հիմա չեղի կլինի։ Որովհետև մենք դեռ երկնքում չենք։ Որովհետև այս աշխարհը դեռ չարի մեջ է։ Որովհետև դեռ անօրենությունը երկրի վրա կա։ Ոնց լինի քեզ նեղացնողներ կլինեն։ Կատարյալ մարդ կա, դու էլ կատարյալ չես։ Կարող ես այդ նեղացնելը հենց էլ տեղին լինի։ Կարող ես Աստծո թույլ տվածով լինի, որպեսզի քեզ տաշի։ Հիմա ասում եմ դու մի մտածի հատուցելու մասին։ Տիրոջը սպասի։ Եվ նա մի հատ խնդրեմ Հռոմայացիների 12-ի 18-ից գրեք, որչափ կարելի է ձեզի ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք, շարունակի։ Սիրելիներ, վրեժխնդրություն մի անեք ձեր անձերի համար, ապա բարկության տեղ տվեք, որտեղ գրված է, վրեժխնդրություն իմս է, ես պիտի հատուցանեմ, կասե Տերը, շարունակի։ Ուստի եթե քո թշնամիդ սոված է, հաս տուր նրան, եթե ծարավ է, ջուր տուր նրան, քանզի այս անելով նրա գլխի վրա կրակի կայցեր, պիտի դիզես շարունակությունը, չարից մի հաղթվիր, հապա բարիով հաղթի չարին։ Այս երկուսը որ բերենք միացնենք, Աստված ասում է ես եմ հատուցելու։ Եվ ինչպես է հատուցում Աստված։ Դե ես Առակաց մեջ ասում է Տիրոջը սպասի։ Եվ նա քեզ կօգնի կամ քեզ կազատի, ստեղ էլ նույն միտքն է, դու մի արա, թեկուզ վրեժխնդրություն լի Տիրոջ արա։ Ես իմ կյանքից մի հատ օրինակ եմ ուզում բերեմ։
Ես որ ապաշխարեցի, ծնողներս սկզբից դեմ կանգնեցին։ Հերս շուտ հաշտվեց, մերս փոթորիկ էր անում։ Որ մենք երիտասարդներով հավաքվում էինք, շատերը, դե ժամանակ գիտեք, նոր էր այս հավատքը, ամեն բան նոր էր բոլորիս համար, ասում էին, որ հալածվում են, բան ես ասում եմ, ես չեմ հալածվում։ Պաստոր մերս հալածում էր, բայց ես չէի զգում այդ հալածանք, որտեղ ես իմ ծնողներին շատ էի սիրում։ Բայց երբ որ մերս ապաշխարեց, ինքը այս ժողովրդի առջև կանգնեց, ներողություն խնդրեց ու ասեց իմ տղին ես ինչքան եմ հալածել։ Դեռ նոր շատերը հենց կարեկցանքով նայում են ի վրա, խեղճ տղա, ինչքան ես հալածվել։ Բայց ես չեմ զգացել այդ հալածանքը, որտեղ սիրում էի։ Այսինքն, այդքան իմաստություն չունեի, բայց այս համարի մեջ էի մնացել։ Ինքը ինձ ինչ որ անում էր, ես դրա դիմաց ինչ որ բան անել չէի մտածում։ Ես չէի որոշում դրա դիմաց ինչ որ բան անեմ։ Եվ Աստված ինքը ինչ արեց, վրեժխնդիր եղավ, եւ ինչ ոչ թե մորս պատժեց, այլ ապաշխարության բերեց։ Աստծո այդ գործը ամենից լավն էր։ Ես երբեք նման հատուցում, նման վրեժխնդրություն չէի մտածի։ Իմ մտքով չէր անցնի։ Մեր մտքով անցնում է չարի փոխարեն չարություն, բայց Աստված կարող է այդ քեզ չարի կանողին փրկի։ Ինչքան գոհ կլինես, չգիտեմ, ես շատ գոհ եմ։ Փրկի եւ այդպես հատուցի։ Դրա համար Եզոմեսի հայտարարել եմ. Տիրոջը սպասի, ինչ որ անելու է, թող Տերը անի։ Թե ինչպես կանի, հաստատ քեզից լավ կանի։ Հաստատ հիանալի կանի։ Նույնիսկ եթե պատժել է, թող ինքը պատժի։ Իր պատժի մեջ էլ ողորմություն կա։ Բայց եթե մեկը քեզ ցավացնում է, Տիրոջը սպասի։ Դու մի մտածի հատուցելու մասին։ Էսի ես հատուկ դուրս բերեցի այսօր ներկայացնելու, որ կարծում եմ էսի մեր մեջ շատ կա։ Շատ ենք հանդիպում։ Ցավացնելու բանի շատ ենք հանդիպում։ Աստված ասում է, դու մի հատուցի։ Մի էլ մտածի, քո մեջ մի էլ մտածի հատուցելու մասին։ Տիրոջը սպասի եւ նա բանն եք ասելու այս ուղղությամբ։ Ելներ վրեժխնդրություն մի արեք ձեր անձի համար, հապա բարկության տեղ տվեք, որտեվ վրեժխնդրությունը իմս է, ես պիտի հատուցեմ։ Մարդը, ասենք, անիրավություն է իրան, ինքը վրեժխնդրություն չի անում, բայց սպասում է Տիրոջ հատուցմանը։ Դե մամա այդ պարագայում քիչ ուրիշ է, ապաշխարությունը այդքան էլ վրեժխնդրություն չի, հատուցում չի, ավելի շատ էդի օրհնություն է եղել։ Բայց ասենք, որ հենց լավ էլ չապաշխարող է, անիրավություն արի։ Ճիշտ է, որ մարդը սպասի տենա Աստծո հատուցում այդ մարդու կյանքի վրա։ Բեր ուրիշ օրինակ բերեմ, այն որբևարի օրինակը բերեմ։ Հա։ Ինքը դες ասում էր ինձ ազատի իմ ոսոխից։ Չէր ասում իմ ոսոխին պատժի, ասում էր ինձ ազատի։ Մենք սպասում ենք Տիրոջ ազատությանը, այս առակացի 20-22-ում կներեք, ես իմ մոտ բացեմ տնա ոնց է գրած։ Մի համար էլ ասեմ ու վերջ, այն ասա։ հայտնության մեջ որ ասում են, երբ պետք է մեր վրեժը առնես, էդի ոնց է, ճիշտ է էդի, թե այդ երկնքում դե ավելի բարի լինեն։ Մի հատ լսի։ Չարության փոխարենը պիտի հատուցանը մի ասա։ Տիրոջը սպասի, ու նա քեզի պիտի օգնի։ Ավելի շատ ես այս եմ վերցնում, որ Աստված ինձ օգնի, վերջապես իմ ոսոխից ես ազատ եմ։ Հիմա իմ ոսոխը կապաշխարի, չի ապաշխարի, դժոխք կեթա, թե ինչ կլինի, ես այդ մասին չեմ մտածում, էդի չեմ աղոթում։ Որ Աստված ինձ օգնի։ Ես այդ ոսոխից ազատվեմ։ Այսինքն հատուցմանը սպասելը սխալ է։ Հա, ավելի ճիշտ չի հատուցմանը սպասել։ Լավագույն տարբերակը չի, բայց սխալը չի։ Դե 10 խոսքն ասում, հա։ Վերջում Լավագույն տարբերակն է, որ չսպասես դրան, բայց վերջում էլ տես ինչ էր գրված վերջի համարը։ Ուստի եթե թշնամից սոված է հաստ ուր նրան։ Ծարավ է ջուրտուր, այսինքն դու այդ թշնամը տենց էլ ասում ա կրակի կայծր կդիզես գլխի։ Էնի արդեն հաջորդ քայլն է։ Այսինքն ես որ աղոթում եմ, ես ոչ թե սպասեմ թե նրա հետ ինչ կլինի, սպասեմ Տեր ինձ օգնի։ Տենց ենք կարդում։
Տիրոջը սպասի, ուրա։ Հա, փոխեցի։ Տիրոջը սպասի եւ նա քեզի պիտի օգնի։ Ժողովուրդ, բերեք դրական էլի։ Ես ոչ թե ուզենամ այնի պատժվի, ուզենամ ես ազատվեմ։ Ուզենամ Աստված ինձ օգնի։ Դու ուզենաս Աստված քեզ օգնի։ Նրա հետ ինչ կլինի, թող Տիրոջը։ Թող Տիրոջը։ Ես այսպես եմ եզրակացնում, որ Աստված միշտ կենտրոնացում է իրա ու մեր հարաբերությունների վրա, հենց ուզում ենք հայացքներս թեքենք ուրիշների վրա, համեմատվելու առումով կամ հետաքրքրվելու անմիջապես շտկում է ինքը, օրինակ համարներից մեկը սա է, երբ որ այն այգեպանը օրվա տարբեր ժամերի մարդկանց վարձեց իր այգում աշխատելու, հենց փորձեցին համեմատվել, հանդիմանեց, այսպես քո ինչ գործն է։ Կամ երբ որ Պետրոսը հարցրեց Հովանեսի համար, բա իրա վերջը ինչպես է լինելու, նորից ասեց քո հոգը չի, քո գործը չի։ Այսինքն նույն առումով, երբ որ Աստված մեր համար, մեր արդար դատաստանը անում է, ասում ենք, բա իրան ինչ ես անելու, ասում է, էլի քո գործը չի, կարծում եմ։ Երկու աշակերտը որ ասել էր, որ գյուղացիները չէին ընդունել, Հիսուսին ասին, կրակի չացնենք, Հիսուսն ասեց, այդ ինչ հոգի տերեք։ Ժողովուրդ, եթե սեր կա մեր մեջ, մենք որևէ մեկի վատը չենք ուզենա, թեկուզ եւ նա մեզ թշնամություն անի։ Հիսուս ասեց նույնիսկ ձեր թշնամիներին սիրեք։ Բայց եթե նեղություն եմ կրում, եթե նեղություն ես կրում, բնականորեն այդ նեղությունից ազատվելու համար կաղոթես։ Ճիշտ է։ Աղոթի Տիրոջը սպասի, որ նա քեզ օգնի։ Նա քեզ այդ նեղությունից ազատի։ Այն միշտ այդ ինչ կանի։ Դու մի թելադրի Աստծուն։ Դու մի թելադրի, թե չնայած սաղմոսների մեջ կա, անեսքի սաղմոս կա, բայց դա իմի քո գործը չի։ Ուրիշ Հա։ Այո։ Վերջը, Աստված ասեց իմն է վրեժխնդրություն, նոր կարդացինք։ Թե ինքը ինչպես վրեժխնդիր կլինի։ Հաճախ Աստված վրեժխնդիր ալնում ողորմությունով, ողորմելով։ Կա։ Լավ, ես չէի ուզում թշնամուն բերենք մեջտեղ, ես մեր մասին եմ ուզում խոսել, ժողովուրդ։ Սաղմոս 27:14 Տիրոջը սպասիր, զորացիր ու սիրտը թող զորանա, դարձյալ իմ թարգմանության մեջ այդ ալի փոխարեն դարձյալ է գրած, դարձյալ Տիրոջը սպասիր։ Ուրեմն Տիրոջը սպասիր, ես ստեղ մի բան եմ տեսել, դրա համար եսի դուրս եմ բերել, ասի, չէ շատ սպասելու վերաբերյալ շատ տեղեր կար, ես դուրս եմ բերել այն համարներ, որոնցից այսօր մենք դասուն ենք վերցնելու։ Փաստորեն ճիշտ սպասողը զորանում է։ Տիրոջը սպասիր, զորացիր, սիրտդ զորանա, դարձյալ Տիրոջը սպասիր։ Ոմանք սպասելու մեջ հոգնում են, ոմանք սպասելու մեջ ձանձրանում են, բայց հենց Տիգրանի բերած օրինակը, որ Դանիելը Տիրոջ պատասխանին էր սպասում, նա ամեն օր աղոթքի մեջ ավելի զորանում էր։ Ես հավատում եմ, ամեն օրյա աղոթքի մեջ ավելի զորանում էր։ Ես հավատում եմ, դու ամեն օրյա քո աղոթքի մեջ ավելի կզորանաս։ Ինչքան դու աղոթքով Տիրոջը սպասես, այնքան կզորանաս։ Մի հատ սովորական երկրային օրինակ բերեմ։ Եղել է, որ քո տունը մի հատ թանկ հյուր է գալու, քո սիրելի, քո սպասած հյուրն է գալու, բնականորեն դու պատրաստում ես, տունդ պատրաստում ես, մաքրությունը, բանը, կերակուր, ամեն բան, ինչ որ պետք է պատրաստում ես։ Եվ
Եթե ասենք մի քանի րոպե ուշացավ, ժամեր չեմ ասում, այդ մի քանի րոպեն էլ գործածում ես ավելի պատրաստվելու։ Ավելի մի ինչ-որ բանել ընդեղ ընգաց չլնի, ինչ-որ մի բան ինչ-որ անկանոն չլնի, ամեն բան դզես, ամեն բան տեղը տեղին անես։ Ուզում ասեմ, քո սպասման ժամանակը դու գործածում ես ավելի լավ սպասելու, ավելի լավ պատրաստվելու։ Ինչքան քո սպասելը երկարում է, այնքան ավելի լավ պատրաստվում ես։ Չգիտեմ հասկանալու եմ ասում։ Եթե շուտ ելներ, չէիր հասցնի լավ պատրաստվեիր։ Դրա համար ասում եմ, որ Տիրոջը սպասես, սիրտդ կզորանա։ Եվ դարձյալ սպասի, այսինքն, եթե ուշանա, ամբակումի մեջ էլ, եթե ուշանա, էլի սպասի, եւ ինչքան սպասես, այնքան կզորանաս։ Ես հավատում եմ սրան, դրա համար այս խոսքը դուրս եմ բերել եւ հռչակում եմ։ Քո սպասելու մեջ դու օրհնվելու ես, դու զորանալու ես։ Իհարկե, եթե դու աղոթքով ես սպասում, եթե դու Տիրոջից չես հեռանում, քո պահպանության տեղից չես հեռանում, եթե դու շարունակում ես աղաղակել Տիրոջը, դու ավելի կզորանաս այդ սպասման մեջ։ Եվ Աստված ինձ հետ էլ ուզում է։ Մի հատ չսպասել ասեմ, Սավուղ թագավորը, որ պատերազմ պիտի աներ, թշնամին եկել էր, ինքն էլ թշնամու դիմաց եւ այլն, սպասում էր Սամվել մարգարեին։ Սամվել մարգարեն ուշացավ։ Գիտեք ինչքան ուշացավ։ 7 օր։ Սենց հասարակ եմ ասում 7 օր։ Իսկապես դժվար էր։ Թշնամին դիմաց կայնած Սամվելը 7 օր ուշացավ։ Բայց Սավուղը եթե այս 7 օրը սպասել էր վերջին 2 ժամն էլ սպասեր, անբան նորմալ կլներ։ Արդեն որոշեց ինքը անի այն, ինչ որ իրեն չէր հասնում։ Եվ մարգարեն եկավ թագավորին, գիտեք թագավորին հեշտ չի ասել, ասեց հիմարություն արեցիր։ Դրա համար Աստված քեզ մերժում է։ Ժողովուրդ, չսպասելը հաճախ կարող է ճակատագրական լինել։ Կարող է զրկվենք շատ թանկ բանից, եթե չսպասենք։ Բերեք սպասենք, այս համարն եմ ուզում նորից ասեմ, դարձյալ սպասենք, շարունակաբար սպասենք, էլի սպասենք, եթե պետք է տարիներով սպասենք, բայց միշտ սպասող լինենք։ Եվ ես կարծում եմ, այս սկզբի համարը, Եբրայեցիների 9:28-ը, որ Հիսուսը գալու է իրան սպասողների համար, ոչ թե այն մարդիկ, ովքեր վերջի պահին են սպասում, այն մարդիկ, ովքեր իրանց ապաշխարության օրից սպասում են մինչև Հիսուսի գալուստը։ Ես սենց եմ հավատում, որ ոչ թե մենք նոր պիտի դառնանք սպասող, մեր ապաշխարության օրից մենք արդեն պիտի լինեինք սպասող։ Եթե մեկը սպասող չի, ինքը դեռ լրիվ մինչև վերջ չի ապաշխարել։ Մեր ապաշխարության այն վերջնա, կետ չեմ ուզում ասեմ, այն պիկը, հասկանում եք պիկը, դա սպասող լինելն է։ Ավելի պիկը ընդեղն է արդեն։ Բայց երկերի վրա քանի մենք կանք, մենք այդ սպասողի պիտի հասնենք դրան, քանի ես սպասող չեմ, դեռ ուրեմն չեմ հասել տեղ։ Ոնց որ անցած անգամ օրինակ բերեցի, ավտոբուսին սպասելը։ Մինչև կանգար գնալը տանն ես, պատրաստում ես, հելնում ես, ճանապարհին ես, էլի ավտոբուսի սպասող ես, բայց դեռ այն տեղում չես։ Երբ որ հասար ավտոբուսի կանգառը, նոր դու իսկական սպասող ես։ Քանի չես հասել ընդեղ, որտեղից քեզ պետք է վերցնեն, դու դեռ իսկական սպասող չես, դեռ ճանապարհին ես։ Այո, լսեցիք, Սարան չսպասեց, որ իր իսկական զավակը գա, Հագարի միջոցով նա կրակ ու պատիժ մինչև մի քվա ինչ ունեցավ, իսկ որ սպասեր,
եւ թակուն բաներ եք խոսում։ Մի համարել եմ ուզում ներկայացնեմ այսօր այսքանով Սաղմոս 40-ի 1-ից 3 համարները։ Սաղմոս 40-ի 1-ից 3 համարները։ Սպասելով սպասեցի Տիրոջը ու որ ծռեցավ ինձի ու լսեց իմ աղաղակս։ Եվ ինձ կորստյան փոսից, տղմալից կավից հանեց, ու ոտքերս վեմի վրա ամրացրեց ու քայլվածքս հաստատեց, ու բերանս դրեց մի նոր երգ, մեր Աստծո գովությունը։ Շատերը պիտի տեսնեն ու պիտի վախենան ու Տիրոջը պիտի հուսան։ Մի քիչ էլ էս եմ ուզում վերլուծենք, մի քիչ էլ ստեղից դաս առնենք։ Սպասելով սպասեցի Տիրոջը, որ ասում է սպասելով սպասեցի, նշանակում է ժամանակ տևեց։ Թե հիմա ինչքան, բայց ժամանակ տևեց երկար, մի անգամից չեղավ պատասխանը։ Եվ ինչ վիճակում էր։ Փաստորեն ասում է, լսեց իմ աղաղակս, էս էլ, փաստորեն աղաղակելով էի սպասում։ Սպասելով սպասեցի, ու ծռեցավ ինձի ու լսեց իմ աղաղակս։ Ես հռչակում եմ, քո սպասել լինի աղաղակով, աղոթքով։ Մյուսը, եւ ինձ կորստյան փոսից, տղմալից կավից հանեց։ Այսինքն ինքը ծանր վիճակի մեջ էր։ Այնպես չէր, որ ինքը արդեն ամեն բան նորմալ էր, չէ, ծանր վիճակի մեջ էր։ Տղմալից կավ, կորստյան փոս, այսինքն հնարավոր է դու դժվար վիճակի մեջ ես։ Հնարավոր է դու շատ ծանր վիճակի մեջ ես։ Բայց դու մարդկային քայլ մի արա, աղաղակի նրան եւ սպասի։ Սպասելով սպասի։ Եվ նա քո աղաղակը կլսի, մի օր կպատասխանի։ Այդ մի օրը ինքն է որոշող է։ Կարող է դու ուզում ես շատ շուտ, բայց եթե ինքը թույլ է տվել, որ դու այդ վիճակով անցնես, ժողովուրդ, եկեք ընդունենք, Աստված մեր ամենասիրող հայրն է, նա մեր վատը չի ուզում։ Բայց եթե թույլ է տվել քո կյանքում ինչ-որ բաներ, հռչակում եմ, Աստված ուզում է քեզ տաշի, Աստված ուզում է քեզ պատրաստի։ Եկեք ընդունենք, որ մենք մեր կյանքում շատ դեռ մաքրվելու տեղեր ունենք։ Շատ սովորույթներ, հատկություններ կա, որոնցից պետք է ազատվել, որոնք մեր եւ Աստծո միջև խանգարող են։ Աստված ուզում է դրանցից քեզ ազատի։ Զուտ դրա համար է թույլ տալի, որտեղ Հակոբոսի թղթի մեջ ասում է. ուրախացեք եւ փորձանքի կան։ Փորձանքի, հա։ Փորձություններ մեր։ Ինչի համար, որտեղ դրանով քո մեջ համբերություն առաջանում։ Հռոմայացին 5-րդ գլխի մեջ էլ ասում է, այդ համբերությունն էլ հույս է բերելու։ Հույսն էլ ամոթով չի թողի։ Այսինքն, Աստված, որ փորձությունով անցկացնում, նպատակը մեր մաքրվելն է։ Բոլորդ գիտեք, ոսկին, որ հանքից հանում են, մաքուր չի, հետը ուրիշ ապարներ կան, եւ այլ բաներ կան։ Կրակով անցկացնելով ոսկին մաքուր ոսկի դառնում։ Եվ այդպես էլ գրած է, ինչպես ոսկին է կրակով անցկացնում, այդպես էլ Աստված մեզ է անցկացնում, որպեսզի մենք մաքուր լինենք։ Նենց որ եթե դու դժվարության ես հանդիպել, Աստված է թույլ տվել, բայց Աստված չի ասում հաշտվի այդ դժվարության հետ։ Չէ։ Ավելի լավ է, որ դու հասկանաս այդ դժվարությունը ինչ որ մի փոխվելու համար է, փոխվես։ Ինչ որ մի հարցում ապաշխարելու համար է, ապաշխարես։ Ինչ որ մի բան քո կյանքից պետք է թողվի, թողես։ Եվ դրա հետ մեկտեղ աղաղակես։ Ասում է լսեց իմ աղաղակը եւ ինձ կորստյան փոսից եւ տղմալից կավից հանեց եւ հանեց ինչ արեց, իմ ոտքերը վեմի վրա ամրացրեց, քայլվածքս հաստատեց, որից հետո մինչև երրորդ համարը կարդալը, չնայած նոր քիչ առաջ կարդացի, մի քանի բառ եմ ուզում ասեմ։ Եղել է, որ մարդուն հանդիպել ես, ասում է, գիտես ինչերով եմ անցել, ու սկսում է պատմել այդ իր փոսի մեջ եղած ժամանակվա, այդ իր կավի մեջ եղած ժամանակվա, այդ կեղտերի մասին։ Ներող կլնեք։ Ես հաճախ որ լսում եմ մարդիկ պատմում են, ես այդ կեղտերի զզվանքից գալիս է։ Մեկ-մեկ ձեն չեմ հանում, լսում եմ, ասում թե այս մարդը դատարկվի։ Բայց այդքան էլ հաճելի չի, որ այն փոսի մեջ ինչ ես արել, դի պատմես։ Ասում է ինձ
ոտքերս քայլվածքս հաստատեց ու բերանս դրեց մի նոր երկ, որն էր մեր Աստծո գովությունը։ Այդ փոսից ազատվելուց հետո մենք Աստծո գովությունը բարձրացնենք։ Մենք ոչ թե մեր փոսի կյանքը ներկայացնենք, այլ Աստծո այս ազատությունը ներկայացնենք։ Աստծո օրհնությունը ներկայացնենք, Աստծո զորությունը, Աստծո գործը, որ Աստված փրկող է, Աստված ազատող է, Աստված վերափոխող է։ Ամեն ասող կա սրա։ Ես կարևոր եմ համարում էսի։ Աստված, այո, մեզ պետք է ազատի, բայց երբ որ մենք աղաղակենք ու սպասենք, սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա լսեց իմ աղաղակը։ Աղաղակով սպասեցի, կարանք ցած ասենք, եւ նա լսեց ու ինձ հանեց ինչի համար, որ մենք իր գովությունը պատմենք։ Իր գովությունը ներկայացնենք, եթե բան ունեք համեցեք ասեք։ Եթե չէ, ստե հաջորդ բառի վրա եմ ուզում, համարը չէ, նույն երրորդ համարի մեջ, շատերը պիտի տեսնեն ու պիտի վախենան ու Տիրոջը պիտի հուսան։ Այս մեր գովությունը արդեն կազդի շատերի վրա։ Շատերին մենք պիտի ներկայացնենք, որ Աստված ազատող Աստված է։ Եթե մեկն էլ նման մի փոսի մեջ է, ոչ թե ես իմ փոսը ներկայացնեմ նրան, այլ Աստծո ազատությունը ներկայացնեմ նրան։ Ասեմ, որ ես սպասեցի Տիրոջը, աղաղակեցի Տիրոջը, ինքը ազատեց, ուրեմն նույն բանն էլ դու կարող ես անել։ Եվ ասում է, որ նրանք այդ լսողները Տիրոջը հուսան։ Դե այսօր դեռ սպասելու մասին էր, հասանք Տիրոջը հուսալուն, հաջորդ անգամ դե շարունակենք արդեն հուսալու մասին։ Հույսի մասին ենք շարունակելու։ Ես կարծում եմ սպասելու այն պիկ ասեմ, թե հաջորդ այն ավելի թունդը հույսն է։ Առաջ Կորինթացիների 13-ի մեջ ասում է, սրանց դուք կմնա հավատք, հույս, սեր, եւ սրանց մեծագույնը սերն է։ Հիմա հավատք, հույս, հավատքը բերում է հույսի, սպասելը բերում է հույսի, եւ Տիրոջը հուսացողների համար լիքը խոստումներ կան։ Որ ասում է Հիսուսը գալու է իրան սպասողների, նաեւ նրանց հետևից ում հույսը Տիրոջ վրա է։